Ինչքան մի հատ վտանգավոր բան կա, որը շատերի սրտում դա կա։ Ես օրերում Աստվածը, որ այդ բժշկությունը կատարվի ձեր կյանքի մեջ։ Ինչքան հավատացյալներ կա, որ այն սրտում չներող սիրտ ունեն։ Չներող սիրտ։ Չներող սիրտը դա նենգավոր սիրտ է։ Նենգավոր սիրտը չի ներում։ Ես ժամանակի պատճառով համարները չեմ կարդում։ Եղբայրներ քույրը եւ Տերը շատ խիստ է վերաբերելու նրանց հետ։ Գիտե դու չներեք մարդկանց իրանց հանցակները, ձեր ինքնավոր հայրը ձեզ չի ների։ Ինչքան կան հավատացյալներ, որ անցյալը դեռ հիշում են։ Անցյալի ուրիշի տված դառնությունը դեռ չեն մոռանում։ Եվ ուզում են օրհնություն վայելել, երբեք օրհնություն չկա, փրկություն էլ չկա, ոչ թե օրհնություն դեռ չկա։ 1000 տաղանդ ներեց, բայց 500 դայեկանը չներեց։ Եվ Տերը շատ խիստ վերաբերվեց, այդպիսին ուղարկեք բանդ եւ նորից տաղանդը պահանջեց։ Եղբայրներ քույրեր, Աստված օգնի։ Այն հավատացյալը դուրեմ խորապես չի հասկացել Տեր Աստված ինչքան է իրան ներել, չի կարողանում իր քրոջը կամ եղբորը ներել։ Անցնում է միաժամանակ նորից հիշեցնում է, դու ես բանը անցյալում ասեցիր, բայց ներողությունը որտեղ էր։ Խոսքով ասում են, բայց կյանքով այդպես չի։ Շրտունքներն են դրանք, բայց սրտում չի ներել։ Իսկ Աստված նայում է սրտին։ Եղբայրներ քույրեր, այդ սրտով Տիրոջ առջև չես կարող կանգնել։ Դա նենգ սիրտ է, հիշաչար սիրտ է։ Եղբայրներ քույրեր, այդ սրտով ոնց պետք է օրհնությունը վայելես։ Իմ աղաչանքն է, եթե Սուրբ Հոգին բացել է, դե ինչքան է Տերը քեզ ողորմություն արել, բազում մեղքեր հանցանքներն է ներել, դու պարտավոր ես ուրիշին ներել։ Հոսեփը իր եղբայրին ներել էր։ Թեկուզ եղբայրները մտածեցին, որ հայրը մահացավ, պետք է նորից եմ ասում, ինչ որ տեղ հիշաչարություն անեսեց, ես ինչ եք մտածում։ Այդ ինչի մասին եք խորում դեռ։ Նա եղբայրների հետ խիստ խոսեց։ Չէ որ ես ներել եմ, չէ որ Աստված իրոք որ ինձ ուղարկել է ձեզ փրկելու համար։ Քրիստոսով եղբայրներ քույրեր, իմ աղաչանքն է, անկեղծացեք Տիրոջ առջև, որպեսզի մաքրվեք եւ օրհնություն ձեր կյանքի մեջ, թողություն գտնեք։ Եթե մարդը չի ներում, հայրմերը պետք չի ասել։ Մի հատ եղբայր անկեղծ եղբայր եղել։ Մի եղբոր նկատմամբ չի կարողացիր արածը ներել, հայրմերի ժամանակ հայրմեր ասել է, բայց այն խոսքերը, որ գրված են ներին պարտքերը, ինչպես ես ներ պարտաբանին, չի ասել։ Հարցին ասել է, «Դու ես բաց թողնում»։ Ասել է, որովհետև ես ու չեմ ներում իմ եղբորը, ինչի Աստծո առաջ սուտ խոսեմ, կեղծավորություն անեմ, հայրմեր ասեմ, բայց այդպես չի։ Ընդամենը բառեր կրկնելու։ Երբ որ այդ եղբորի հետ հաշտվել է, նոր հայրմերը լրիվ ասել է։ Դա էլ անկեղծությունից է, գիտեք։ Մարդ կա ծածկում իրավիճակը։ Հա ծածկի, տեսնեմ որտեղ պետք է ծածկես։ Եթե գրվածը մի անգամ ծովը խորոկն է գնաս, մեկը ուծին հրամայել այնտեղ քեզ խացնելու է։ Եղբայրներ քույրեր, երկրորդը շատերի մոտ դատողությունը դարձել է քրոնիկական հիվանդություն։ Դատում են, չափում են, դատապարտում են, վերջ-վերջով, հա ինչքան ուզում ես դատապարտի, դատիր, մեկը քո առաջն է գալու։ Քո ցանածը դու պետք է ընձես։ Մի տարի կանցնի, 2 տարի կանցնի, այն գործիքը, որ դու օգտագործում ես ուրիշին չափելու, մեկ այդ գործիքը քեզ է հետ վերադառնալու։ Ինչով չափես, պետք է չափվի քեզ։ Ինչով դատես, պետք է դատվես, ինչով դատապարտես, պետք է դատապարտվի։ Եղբայրներ քույրեր, դա քոնն է, պետք է քեզի գա։ Դրանից պետք է մաքրվել։ Գիտեք ինչ, մարդը շուտ ուրիշին է մեղադրում դատում, նշանակում է նա կույր է։ Իր աչքի մեջ գերան կա։ Գերանը թույլ չի տալիս, որ կարողանա նորից իր վիճակը տեսնել։ Գերանը խանգարում է, տեն ասում է կեղծավոր, դու քո գերանից մաքրվի, նոր ուրիշի շուղը հանել դուր։ Փորձի ուրիշին օգնել, որ շուղից ազատագրվի։ Այդ դատողությունը շատ վտանգավոր է, եղեք, դրանից մաքրվեք։ Հենց որ միտքը գալիս, ասա ես ով եմ, որ ուրիշին դատեմ, դատապարտեմ։ Թողել եմ յուղով տապակվեմ, ես իմ վիճակը տեսնելով պետք է ողբամ ինձ համար։ Ինչ գործ ունեմ ուրիշին։ Մի բան ես տեսնում, գնա իրան ասա, ուրիշին մի ասա։ Մի սերման ուրիշի մեջ դառնությունը չարություն։ Աստված օգնի, որ Տիրոջ խոսքը կատարվի։ Սուրբ Հոգին ինչպես հինուխտում է գործ, այսպես այսօր առավել գործում է այն հավատացյալի կյանքով, որը տեղ է տալիս։ Գրված է Սամուղը Սամվելի հետ հանդիպեց, եւ գրված ինչ կատարված Սուրբ Հոգին իջավ, եւ Աստված նրան ուրիշ սիրտ տվեց։ Եվ ասում է նա որ շուռ եկավ գնալու, նա ուրիշ մարդ էր։ Սուրբ Հոգին փոխեց լրիվ, ուրիշ սիրտ ստացավ, բայց այս սիրտը հետո փոխվեց։ Այդ սիրտը Սուրբ Հոգին որ հեռացավ, այդ սիրտը ավելի չար դարավ։
Այն ժամանակ որ ասում էր ես ով եմ ախր, ես իմ ազգատոմից, ախր իմ ընտանիքը, ես ով եմ, որ թակավոր լինեմ։ Բայց հետագայում այդպես չեղավ։ Ինչքան ահավոր չարություն գործեց։ Եղբայրներ, քույրեր, Աստծո բացակայությունը մարդու կյանքում մարդը ամեն ինչ ընդունակ է, բայց Աստծո ներկայությամբ ամեն բան լավ է լինում։ Ոչ մի բացասական բան չի կարող նել, որ Աստված է կառավարում, Սուրբ Հոգին է կառավարում։ Հոգիով գնացեք, մարմնի գործերը չպետք է կատարվի։ Հոգիով ընթացեք, մարմնի գործերը չպետք է կատարվեն։ Իմ աղաչանքն է այս օրերի մեջ, ում կյանքում ինչ որ բան է Սուրբ Հոգին բացում է, այստեղից մի թողեք ստեղ գնացեք։ Ձեզ հետ մի տարեք, այս սրտով չգնաք։ Կարողացեք ունեցել մեծ սիրտ եւ ներողամիտ սիրտ։ Աստված օրհնի ձեր ճանապարհը։